Պարոն Կարապետյան, այդպես ոնց է իր այդ ծառայե եւ այլ եւ այլ։ Ես ուզում եմ ասեմ, լինելով պաշտպանության նախարար, երբ որ ինձ նշանակեց, հիշում եք այն գլխավոր շտաբի նամակը, որ վերջնագիր էին տվել երկրի ղեկավարին հրաժարական տա։ Ու տակը սպաների եւ գեներալների ստորագրեց։ Ինքը այդ ցուցակը դրեց իմ դեմը, բա պետք է սրանք սաղ կամ նստեն կամ պաշտոնից ազատվեն։ Ես ասացի, պարոն վարչապետ, բա կարաս ինձ ասես։ Բա դուք ընդ բան եք պայմանավորվել, որ եթե իրանք դա դադարում են, դուք ոչ մի հետապնդում չեք իրագործելու։ Դե ասում եմ, վաղ տենց եմ ասել, հիմի սենց եմ ասում, բոլորս հասկանում ենք, որ դա իր համար արդեն սովորություն է, Արցախը մերն է եւ վերջ, հետո Արցախը մերը չի եւ վերջ։ Մի Սյունիքի համար ենք անհանգստացած, որտեղ միշտ ասել եմ, ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է Անդրկովկասը։ Տենց խոսակցություն գնաց, ես ասացի, եթե քեզ թվում է, որ դու ինձ դրել ես այստեղ պաշտպանության նախարար, որ իմ ձեռով գեներալ եւ գնդապետ կամ աֆցեր նստացնես, ինչա որ քեզ չեն սիրում, դա կոմոդ չի ստացվի, դու շատ չարաչար սխալվել ես։ Նմանատիպ խոսակցությունը շատ են եղել։ Իրա բախտ կբերի, եթե ինքը իր ոտով հրաժարական տա ու թողի գնա։ Որը հասկանում ենք, որ չի կարող եւ չի անի։ Ժողովուրդ ջան, ապագայում մեր տարածաշրջանում սպասվում է մեծ իրադարձություններ, եթե ոչ մեծ պատերազմ։ Եվ դա անխուսափելի է լինել։ Մենք պետք է աշխատենք, ապահովենք մեր անվտանգությունը։ Ու ոչ մեկ օվկիանոսից են կամ Եվրոպայից իրանց խնդիրներն են ունենալու։ Ու սա հարցերը ուղղված առնելու հիմնականում մեր դեմ, դա որ մենք հստակ ծրագիր ունենանք անվտանգության։ Իսկ Ադրբեջանի կամ Թուրքիայի կամ որևէ մեկի հետ, երբ որ մենք պայմանագիր ենք ստորագրում, մենք ստորագրենք այնպիսի պայմանագիր, որը որ ապագա 50 տարվա ընթացքում էլ ոչ մեկ չմտածի մեր վրա հարձակվի։ Հակառակ դեպքում պատերազմը անխուսափելի է լինելու եւ ամեն անգամ մեզ փորձելու են մեզանից ավելի շատ ստանալ։ Ու մեզ ամեն անգամ փորձելու են կզսնեն։ Մեր երկրի ղեկավարը ասում է, այս սարը մերն է, այս սարը մերը չի։ Թուրքի լոզունգը հնուց եկած։ Ասում է, որտե ոտ դրեց իմ ձին, այդ հողը իմն է։